Հայաստանի առաջին հանրապետության օրը Գյումրիի էկրաններին կրկին 5-րդ ալիքի նկարահանած կեղծ խաղաղության գինը փաստավավերագրական ֆիլմն է։ Այսօր խորհրդանշական օր է, կարևորելով տոնը փորձել ենք եւս մեկ անգամ առիթ ստեղծել ֆիլմի ցուցադրության համար։ Գյումրիի խստապահանջ հանդիսատեսը այսօր նորից ֆիլմը գնահատելու հնարավորություն ունի։ Շատ տպավորված եմ, անկեղծ ասած, մի քիչ դժվար է խոսելը։ Չափազանց տպավորիչ էին, հսկայական աշխատանք էր կատարված Տերենիկ Մալխասյանի եւ թիմակիցների կողմից։ Բավականին լուրջ արխիվային տվյալներ էր դուրս բերել եւ ամենայն ճշգրտությամբ ներկայացվեց այն ամբողջ իրականությունը, ինչ տիրում էր 1918 թվականին Կարսում եւ Ալեքսանդրապոլում։ Չի կարելի խաղաղության մասին խոսել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու։ Իսրայելցի հայտնի քաղաքական գործիչ Գոլդա Մեիրի խոսքերով է սկսվում ֆիլմը, որը պատմում է 107 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, Կարսից մինչև Ալեքսանդրապոլի անկում։ Այս տեսակ ֆիլմերը պետք է շատ լինեն։ Քո սերնդի հետ ամեն տարի պետք է աշխատես, ոչ թե 40-50 տարի առաջ մի խելացի մարդ մի գիրք է գրել, մի հոդված է գրել, դրանով սահմանափակվում ենք։ Մեր համար շատ կարևոր է, թե մեր աջող երիտասարդ սերնդի գլխի մեջ ինչ կա, իրանց մտքերը ինչ են եւ այդ մտքերը ովքեր են ձևավորում։ Այդ մտքերը ձևավորման process-ում շատ կարեւոր է, որ այսպիսի ֆիլմեր մասնագիծ լինեն։ Պատմական վավերագրություններով, վկայություններով նկարահանված ֆիլմը ներկայացնում է 1918 թվականի ապրիլի 11-ից մայիսի 25-ի պատմական դրվագները։ Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանությունը շարունակվում էր։ Թուրքիան իր դավադիր դիվանագիտությամբ փորձում էր ճանկել անգամ արևելյան Հայաստանի տարածքները։ Բոլորս էլ պես ծանր զգացումներով նայեցինք ֆիլմը, որովհետև ամբողջությամբ ներկայացվում է մեր պատմության այն ամենադառը շրջաններից մեկը, որը ցավոք սրտի պես իր զուգահեռները ունի մեր այսօրվա կյանքում։ Ֆիլմը թվում է, թե այն ժամանակվա իրադարձությունների մասին է, բայց ես այն որակում եմ բավականին արդիական, քանի որ մենք մեր պատմությունը 100 տարին մեկ կրկնվելու փորձ ունենք, այսպես ասած, 100 տարին մեկ ականատես ենք լինում նույն երևույթներին։ Շատ ուսանելի է եւ իմ կարծիքով մենք բավականին մեծ դասեր ունենք քաղելու։ Կեղծ խաղաղության գինը փաստավավերագրական ֆիլմը հիշողության դեղահաբ է եւ սթափության կոչ։ Թող ամբողջ հայությունը հասկանա, որ եթե մենք անցյալից դասեր չքաղենք, չի բացառվում, որ մենք էլ արժանանանք որևիցե ժամանակահատվածում նույն բախտին։ Ինչպես մեկ դար առաջ, այնպես էլ հիմա Հայաստանի ծանր ճակատագրի պատճառը հայերի դյուրահավատությունն է, անփութությունը, դասեր չքաղելու սովորությունը, պնդում են հանդիսատեսի շարքում նստածները։ Միշտ էլ եղել են հողի կռիվներ եւ յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր ժողովուրդ, որ գիտագից է եւ ստապ է տադում, օրվա իրադարձություններին համահունչ է մտածում, միանշանակ ինքը դուրս է գալիս այդ նեղ, այսպես ասած, վատ դրություններից։ Մենք բազմադարյա փորձ ունենք եւ հասկանում ենք, որ ոչ միայն թուրքերի որևէ մեկի հետ խաղաղության հասնելու համար դու պետք է ունենաս քո կռվանները, դու պետք է ունենաս այն բանը, որի հետ դիմացինը հաշվի կնստի։ Եթե դու դա չունես, ինչ խաղաղություն։ Այնպես որ այս խաղաղության խոսակցությունը սուտ է, ինչ խաղաղություն, եթե այս խաղաղությանը ես պետք է Արցախը սովեմ, չկա այդ տեսակ բան։ Խաղարկային ֆիլմի ստեղծագործական խումբը կարողացել է այդ օրերի ողբերգությունը ավելի պատկերավոր ու էմոցիոնալ դարձնել։ Ժամանակակից ոճով, եռաչափ անիմացիայով, արհեստական ինտելեկտի նորարարական լուծումներով։ Մեր թիմի անդամներից բոլորի աշխատանքը կարծես իր գնահատականն է ստանում փառատոնի ընթացքում։ Իհարկե սա շատ հաճելի հանգամանք է։ Չնայած 5 ամիս է, ինչ փաստավավերագրական ֆիլմը հանդիսատեսի դատին է հանձնվել, այն արդեն ներկայացվել է միջազգային փառատոններում եւ ստացել մրցանակներ լավագույն ուսուցողական, լավագույն թրեյլեր, լավագույն դոկումենտալ անվանակարգերում։
Սկսել է ֆիլմը իր ճամփորդությունը դեռևս հաղթական Միացյալ Նահանգներում, Կանադայում է ցուցադրվել 4 մրցանակ արդեն ունի ֆիլմը, չնայած որ ամիսների աշխատանք ունենք։ Ռեժիսոր Մարիամ Եգորյանը վստահ է, զուր չէր 9-ամսյա թիմային աշխատանքը, ուրախալի արդյունքները դեռ առջևում են։ Աննա Գյուլնազարյան, Ալեքսան Սարգսյան, Խաչատուր Գևորգյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։